շարունակվում է Հայաստանում բնակվող իրանցիների բողոքի ակցիան։ Նրանք տարբեր կոչերով են հանդես գալիս ժողովրդավարություն Իրանին, ազատություն Իրանին, նաև Իրանի վտարանդի թագաժառանգի անունն է այստեղ հնչում։ Ակցիայի մասնակիցները նրա աջակիցներն են եւ բացականչում են «Կեցե շահը»։ Րոպեներ առաջ նշեմ, որ այստեղ բավականին լարված իրավիճակ էր։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը պնդում էին, թե ոստիկանության ներկայացուցիչները սեռական հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ինչին հաջորդեց լարվածությունը, այնուհետև վարչական ձերբակալումը։ Մենք համենայն դեպս մեր տեսախցիկը երկու անձի արձանագրեց, որոնց ոստիկաններն ուղեկցում էին ոստիկանություն, մի կին, որի տղան բերման ենթարկվեց, նրա ինքնազգացողությունը վատացավ այստեղ։ Կարծես ակցիայի մասնակիցները շտապօգնություն են կանչել։ Ակցիան խաղաղ է ընթանում այս պահին, մի քանի տասնյակ մասնակիցներ կան։ Ընդ որում նշեմ, որ այս ձերբակալմանը նախորդել էր մի քանի ձերբակալումներ, դրանք վարչական ձերբակալումներ են ոստիկանի իրավական պահանջ չկատարելու համար։ Ակցիայի մասնակիցները փորձում էին երթով այստեղից Իրանի դեսպանատնից շարժվել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանները չթողեցին, պատճառաբանելով, որ երթը արտոնված չէ։ Որ իրականենք մեր նեստում են, ուզում են նեստում են, ժողովուրդը նեստում են։ Նեստացույց։ Այստեղ դեսպանատան առջև ակցիան բողոքի արտոնված է եղել քաղաքապետարանի կողմից։ Նրանք ցույց տվեցին համենայն դեպս փաստաթուղթը, որը արտոնում էր ակցիայից հետո երթ դեպի Կապույտ մզկիթ, սակայն 3 մասնակիցներն իմացել են, որ քաղաքապետարանը չեղարկել է երթը։ Սա հաջորդեց Հայաստանում Իրանի դեսպանի, այսպես ասեմ, սպառնալիքներին։ Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ մեջբերում եմ, Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Այս հայտարարությունը հաջորդել էր իրանցիների շարունակական ակցիաներին դեսպանատան առջև։ Մեր երկրների ո՞ր սողի